Ադրբեջանի տարբեր շրջաններում մի քանի օր շարունակվող բողոքի տարերային ակցիաներում իշխանությունները մեղավորներ են փնտրում ընդդիմության մեջ։ Ոստիկանության հատուկ ուժերը հունվարի 13-ին ցրելով Սիզայանի բողոքի ակցիան 55 մարդ են ձերբակալել։ Իրավապահները հայտարարել են, թե Ադրբեջանի շրջաններում բողոքի ակցիաները ընդդիմությունն է կազմակերպում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի երեկոյան համատեղ հայտարարություն են տարածել, նշելով, թե չթույլատրված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչների պահանջներին, խախտել են հասարակական կարգը, դիմել են բռնությունների, առնվազն 2 ոստիկանական մեքենա են վնասել։ Գլխավոր դատախազությունը մի շարք հոդվածներով քրեական գործեր է բացել ձերբակալվածներից մի քանիսի դեմ, իսկ մյուսները մեղադրվում են վարչական իրավախախտումների հոդվածներով։ Լենքորանի շրջանում էլ 3 ձերբակալվել էր Մուսաֆատ կուսակցության ակտիվիստ Իման Ալիևը, այսօր դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 30 օրով։ 30 օրով կալանավորվել է նաև ազգային ճակատի տեղական կառույցի ղեկավար Հազիմ Հասանլին։ Երկուսն էլ մեղադրվում են վարչական իրավախախտումների նույն հոդվածներով չթույլատրված ցույցեր անցկացնելու մեջ, մասնավորապես նրանք մեղադրվում են հունվարի 12-ին Լենքորանի Լիման քաղաքում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որտեղ մարդիկ բողոքում էին գների թանկացման դեմ։ Ձերբակալվածները չեն ընդունել մեղադրանքը, նրանք հայտարարել են, թե բողոքի ակցիաները սոցիալական դժգոհության արտահայտություն են, որի պատասխանատուն իշխանությունն է։ Երկու կուսակցությունները, թե Մուսաֆաթը, թե ազգային ճակատը հայտարարել են, որ իրենց ակտիվիստների ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների հայտնի է դարձել, որ Սիազանի, Լենքորանի, Ֆիզուլիի, Աղջաբեթի եւ Աղասուի շրջանների անօրինական գործողությունները կազմակերպվել են Մուսաֆաթի, ազգային ճակատի ակտիվիստների, ինչպես նաեւ մի շարք արմատականների եւ կրոնական ծայրահեղ խմբերի կողմից։ Հիշեցնեմ, դեկտեմբերի վերջին մանաթի արժեզրկման պատճառով սպառողական ապրանքների գները սկսեցին բարձրանալ, ինչը վերջին օրերին Ադրբեջանում հանգեցրել է բողոքի տարերային ակցիաների։ Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշմամբ այսօրվանից ժամանակավորապես փակվել են արտարժույթի փոխանակման կետերը։ Դրանք կգործեն միայն օդանավակայաններում եւ հյուրանոցներում, ըստ էության միայն զբոսաշրջիկների համար, որ տարադրամը փոխեն մանաթով։ Արտարժույթի վարք ու վաճառքի իրավունք ունեն միայն բանկերը, սակայն այսօրվա դրությամբ Բաքվում միայն մեկ բանկ, Ազերթուրք բանկն է սահմանափակ քանակությամբ արտարժույթ վաճառում, եւ այդ բանկի մոտ վաղ առավոտյան լույսը դեռ չբացված ժամը 5-ից 6-ից մարդիկ հերթ են կանգնել։